Երևանից դուք բողոքի ցույց եք սկսել կինո հոկտեմբերի թեմայով։ Կասեք, քաղաքական է ձեր Չէ, քաղաքական ոչ մի բան չկա, իմ բողոքս իմ պահանջս հետևյալն է։ Քանի որ կինո հոկտեմբերը հանդիսանում է պատմամշակութային շենք, որը ժառանգությունը ասել է մեր պապերից, եւ այսօր այն գտնվում է սեփականատիրոջ ձեռքերում, որը ես չեմ հասկանում այս պետությունը ինչպես է վաճառել դա։ Մարդն ուզում է այս կինոյի հոկտեմբերը դարձնել 3 հարգան, այսինքն պատմամշակութային ճարտարապետական արժեքը կորցնել եւ ունենանք ինչ-որ 3 հարգանի մոլ, то есть բիզնես պրոյեկտի տակ է։ Այսինքն բացարձակ նրա հետ կապված չէ, որ դա շտաբի է վերածվել, որովհետեւ նման տեղեկատվություն տարածվեց։ Տեսեք, շտաբի հետ կապվածություն ունի, բայց ոչ քաղաքական առումով։ Շտաբի հետ կապվածություն ունի այն առումով, որ մինչև այս շտաբ դառնալը կինո հոկտեմբերը արհեստական փակած էր, յանի թե շինարարություն կենեին, բայց երբ որ Սարիգի համար շտաբ հատկացրեց, դե ինչու՞ սկսվավ այս ամեն ինչը, որ ես տեսա մեր Շիրակի մարզի մարզպետը միջոցառում էր կազմակերպել Դալիճում եւ բոլոր հրավիրված էին, այսինքն Դալիճում ոչ մի գործընթաց, գործունեություն չէր ծավալվում, այսինքն ուղղակի մարդը վերցրել էր արհեստական փակել էր կինոթատրոնը 1 տարով, զրկելով գյումրեցոնց երեխաներին, ընտանիքներին հնարավորություն իսկ կինոթատրոն հաճախելու, տեսեք, Վազգեն Սարգսյանի կինոն դիտելու համար գյումրեցիք հասնում են Երևան, երբ որ մենք ունենք կինոթատրոն։ Այս խնդիրն էր, որ ոնց կարելի է մի ամբողջ քաղաքի երկրաշարժից առաջ մենք ունեցել ենք 6 կինոթատրոն, 6։ Այսօր ունենք 1 հատ եւ այն էլ սեփականատիրոջ ձեռքերում է եւ մենք չգիտենք այդ մարդը կուզակը փակե, կուզակը բացի, այսինքն մարդկանց իրավունքների մասին է այստեղ խոսքը։ Եվ չէ՞ որ այդ կինո հոկտեմբերը ժամանակին վաճառվել է կինո Մոսկվային, պայմանագրի մեջ հստակ նշված է եղել, որ 100 տարի այնտեղ պետք է լինի կինոթատրոն, այլ գործունեություն ծավալելու իրավունք չեն ունեցել։ Բայց երբ որ կինո Մոսկվան վաճառել է մյուս գնորդին, այսինքն Արման Սահակյանին, նման ձևակերպում պայմանագրի մեջ չեն մտցրել, այսինքն Արման Սահակյանի ձեռքերն հիմա ազատ է։ Եվ մենք ուզում ենք այնտեղ 3-րդ հարկ կառուցել եւ ունենա, չգիտեմ, մոլ քաղաքի կենտրոնում։ Ես ժամանակին Երևան City դեմ էի պայքարում, այն ժամանակ ես ճիշտ ուսեգա իրանք էլի սխալ, Երևան City պատճառով այսօր մենք Գորկու փողոցում ունենք խցանումներ, մեքենաների հոսք, դե հիմա պատկերացրեք, այստեղ որ մոլ բացվի, Գյումրու հրապարակ միջուկը վերածվի։ Թե սրճարան պիտի բացեին։ Ուզեն կալաննի բացեն, իրանք ինչ ուզեն կարող են անեն, то есть արժեքների մասին է խոսքը, որ այս մարդկանց մոտ փողից բացի ուրիշ արժեք գոյություն չունի, սա ուղղակի այսօրվա կառավարության մոտ ամենակարևորը փողն է, մնացածը սա տեսեք ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվություն կա բիզնեսի վերատրված, то есть խոշոր բիզնես ունի սոցիալական պատասխանատվություն։ Մենք կարող ենք ուղղընտրել մեր հետևը ամենափրկիչը, եթե վերցնենք Վարդան Ղուկասյանին, բայց բիզնեսմեն չէր, բայց հարուստ, չգիտեմ, մարդ ունի սոցիալական պատասխանատվություն, եկեղեցի է կառուցել նվիրե քաղաքին։ Մյուս մեր Պալասանյան Սամվելենք Սև Բերդն են կառուցել նվիրե քաղաքին, հա, իսկ սոցիալական պատասխանատվության մասին խոսք ստեղ։ Այս մարդն էս կամ բանն ունի, այս ամբողջ Գյումրու այս կենտրոնն իրանն է։ Նայեմ կինո հոկտեմբերով դի պայել որպես մարդկանց կինոթատրոն, որ մարդիկ կարողանային հաջողել, բայց այս մարդը որոշելով դի հանդես շինե իր ուզածը։ Այսինքն վստահ եք, որ դա իրականություն կդառնա։ Ես ինքս լուսաբանել եմ Սամվել Պալասանյանի պաշտոնավարման ժամանակ ուղղակի մերժեցին։ Հիմա իրանք բերեցին Սարիգին, Սարիգի ժամանակահատվածով, դե բերեք նայենք Սարիգնով է, Սարիգը Արմանի մարդն է, դա ամբողջ քաղաք գիտե, Հա, չեն էլ հրաժարվում իրենք, այնպես չէ որ։ Երբ որ կինո հոկտեմբերը տրամադրեցին որպես նախընտրական շտաբ, այսինքն այստեղ հրաժարվելու էլ հնարավորություն չունեն։ Սա մեկ, երկրորդը, սա Արման Սահակյանը Սերժ Սարգսյանի փեսայի ֆինանսների, չգիտեմ, խոսույթներով ամբողջությամբ այստեղ Սերժի փեսայինն է, Արման Սահակյանն է շուտ տնօրինում այս ամենը։ То есть մենք գալիս ենք, որ Նիկոլը նույն Սերժի մարդն է, ու այս խոսույթը ոչ թե արդեն ժողովուրդը խոսել, իրանք իրանց քայլերով սկսել են սա ապացուցել, հստակ են ապացուցում, որ չկա տարանջատում տարապես գոյություն չունի։ Եվ կինո հոկտեմբերը ուղղակի սա քաղաքական չէ, նորից եմ կրկնում, ժողովուրդը իրավասու է ընտրելու։ Ես որպես բլոգեր բացահայտում եմ սուտը, վատ կողմերը, բայց այս քաղաքական չէ, իրանք կփորձեն անընդհատ սրանք քաղաքական երանգներ տալ, որտեղ ես չգիտեմ ինչ։ То есть անընդհատ մեղադրում են, որ հիմա քաղաքական գործընթաց է, հիմա որ անում ես, թող ընտրվի, հետո նոր կանես, եղբայրը որ ընտրվավ էլ թեմը չեն կրնահարնենք, այս մարդը ընտրվավ,
մենք գտնենք սա քաղաքով կրավ, то есть մարտը, մասկերացեք փողը կուտա շիբինը կառնի, բայց պողակների ծախսը չի փոխադարձել։ Այսօր ամբողջ պողակները պարտքի տակ են, չգիտեմ դա սալպուտ կա, դուքան թուղթը կառնեն երեխեք իմա, այդ փողերը չի փոխանցել, ինքը անընդհատ շիբին կառնի ու ոչ մեկ չի ասում, շիբինը չի կառնի։ Այսքան այս ընտրությունների հետ կապված է չի բերեք հասկանանք, քաղաքը բյուջե չունի։ Քաղաքը հաստատված բյուջե չունի, փաստ է, ավագանի չունենք, այս միջոցներ, որպեսզի շիբին կնեն, մենք չունենք։ Բայց այս մարտը առավոտից երկու շիբին կառնի կտանի կփռի մարդկանց դռները։ Պողակների փողերը չի տա, պողակների տնօրենները կզանգենք, սն Արտուր ջան, փող չի տար, մենք մարդկանց փողերը տանք։ Սա մեկ կողմից Երևանից բռնեցին Երևանցիք ելել էին Երևանի ժողովրդի տրանսպորտը թանկացրին 150 դրամ դարձրին, ասելով որ փող չունենք։ Երևանի համայնքը մեր համայնքին 50 միլիոն դրամ գումար է տվել, որ Սարիկ Մինասյանը շուն ստեղծացնի, խնդրեմ, շները սա վազեն այստեղ։ Երևանի հարգատուների փողը բերին Գյումրի, մենք խոմ փող ունենք Գյումրին Բալասանյան տաշին հրաժարական տալուց հետո բյուջեում թողել էր 1 միլիարդ դրամ գումար։ Հիմա չգիտեմ այդ գումարը կա, թե սաղ ծախսեցին, այս մարդիկ անընդհատ ինչ-որ ծախսեր կենեն, մոտո են արել, մեռանքսելով, թե այդ մոտոյի վրեն դե յուրաքանչյուր տրանսպորտային միջոց, որն որ շարժական է, ինքը Իրանից վտանգ է ներկայացնում։ Մենք հիմա չենք խոսում, որովհետև մոտոյին վարորդական իրավունք պետք չէ գնացներին, հա, չենք խոսում ով է ղեկին նստած։ Ուղղակի պահանջում եմ, ասում եմ, գոնե վրեն գրեք 1 կամ 2, որտեղ նրանք մարդաշատ վայրերում են երթերակում, եւ ցանկացած բան կարող են մարդուն վնաս տալ։ Մենք չենք կարող հասկանալ, որ մեկն էր, ով գցեց տագո, ով գնաց, ով մնաց, ոչ մի կարառում չունեն, ով է առավոտ վերցրել այդ մոտոցիկլետը ելե փողոց, այս խաոս է քաղաք։ Այս խաոսային իրավիճակում հալավ ինչ են այս մարդկանցից բռնում։ Մի հատ ճանապարհն էր, այսօր արդեն ես ոտքերս այդուսված եմ, ուռած ոտներով ելել եմ այս ակցիան կազմակերպեմ, ես առողջական մեծ խնդիրներ ունեմ, այսինքն այդ կապը։ Բայց հասկանում եմ, որ չի կարելի այսպես թողնել, եթե թողնանք սրան էլ հետագայում չենք կարող բռնել։ Այսքան հիմա մտավախություն ունեք, որ վաղը մյուս օր քաղաքապետ ընդրվի։ Հիմա մի հատ բան հարցնեմ, էլի, եթե ես ձեզ գումար եմ տալիս, որ դուք դառնաք քաղաքապետ, դուք վաղից կարող եք մերժել, բերեք հասկանանք, հա, 80 միլիոն դրամ ՀՊ-ն փող է հավաքել, սա ինչ փող է, ոչ մեկը սաղ լռեցին, 2 միլիոն դրամ ամեն մի մարզպետն է մուծել, 1 միլիոն դրամ ամեն համայնքապետն է մուծել, 700,000 ամեն դրամահավաքի մասին եք ասում։ Այո, հստակ դեռ կոռուպցիա չկա երկրում, բայց մարզպետներն 2 միլիոն դրամ են, սա ոնց հասկանամ։ Իսկ ինչու նստածույցը կինո հոկտեմբերի դիմաց չեք անցկացնում։ Չեն թողնում, պրովոկացիա են անում, ոստիկանությունը գալիս է, ասում են, որ հիմա անձի անվտանգությանը կապված խնդիր կա եւ հեռացնում են դա։ Դրա համար տեղափոխվել եք այստեղ եմ տեղափոխվել, բայց հիմա երևի թե այսօր տուն կնամ, որովհետեւ անգամ վրան չեն տուն տալիս տնեն, առանց վրանը այսօր եղանակին փողոցում մնալ անհնարին է։ Վաղը փորձեմ Ռիշկովի փողոցի վրա արդեն ինչ որ կազմակերպեմ, բայց երբ որ վրան չեն տուն տալիս, то есть տեսեք նույն պրոտեստն անցել ենք Վարեմ շենքի ժամանակ, հա, այն ժամանակ այո, այն ժամանակ էլ հացադուլ դուք հայտարարեցիք, որոնք վրան տրամադրեցին, տեղ տրամադրեցին, то есть ամեն ինչը մարդկանց կողմից եղավ, բաճաշ կերպով, то есть հացադուլավորես լավ գնան ըստի դա վրանը հետո չսեստե թրջան մեռար մերերես։ Բայց այս մարդիկ ոչ մի բան, այս մարդիկ միայն խոչընդոտում են ու ցանկացած ճիշտ խոսում, այս մարդկանց մոտը, չգիտեմ, Սադանայի տեմնոր խաչ կպայես, Սարիկ Մինասյանն է դորը։ Ձեր հետ չհանդիպեցին կինո հոկտեմբերի տնօրինության մասին է խոսքը։ Իրանք չեն կարող ինձ։ Որտեղ հասցեատերը իրենք են հիմա։ Իրանք չեն կարող, հասցեատերը իրանք չեն, հասցեատերը երկրի վարչապետն է, որպեսզի այս խնդիրը լուծեն։ Այն կողմից ինչ որ փորձ եղել են դա հանդիպել, նո կարելի է ահաբեկել կամ կա էլ այդ խնդիրները կա, որովհետև Սարիկ Մինասյանն արդեն չգիտեմ, մեկ կողմից կսեն քրեական ենթամշակույթ բրիչեղնի, մյուս կողմից քրեական ենթամշակույթով Սարիկ Մինասյան կուկա, այսպես նամ աբսուրդ իրավիճակի մեջ են։ Ես ոչ մեկին բան չունեմ ասում, ցանկացած ամեն դեպքում դուք չեք լռելու, պիտի շարունակեք ձեր ակցիան։ Ուղղակի ձևաչափը կարող է մի փոքր փոխվել կամ ելնելով իրավիճակից, բայց ակցիան պետք է շարունակվի, ես չեմ թույլ տա, որ կինո հոկտեմբերը դարձնեն նույն Վարեմ ավիրված շենքը, նույն ձևի մենք կար։ Ես իմ երեխեքից դե շենքը թողնամ, թորներից ու բոլորի թորներին եւ երեխաներին։ Շնորհակալ